Ողջույն, Ալֆա Նյուզի տաղավարում այս անգամ կրկին մշակութային հանդիպում է։ Ես Մարինա Մարտիրոսյանն եմ եւ այսօրվա մեր հյուրն է Մոսկվայում գործող հայկական Գավիթ թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դրամատուրգ Համլետ Ղալեչյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերը ընդունել եք։ Գիտեմ, որ այս շրջանում շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունեք եւ ժամանակ եք գտել եկել մեզ հյուր։ Եվ մեր հանդիպման կարևորագույն թեման այսօր թատրոնի վերջին ներկայացումն է, որը շատ մեծ ճանաչում է ստացել եւ արձագանք գտել, մեկը երկուսի համար։ Մենք անպայման կխոսենք դրանից, ուզում եմ սկսել այսպես թատրոնի, եթե ժամանակագրությանը վերադառնանք, սկսվել է, ստեղծվել է պաշտոնապես 2010 թվականին, բայց դուք գավիթցիներդ համարում եք, որ այն ստեղծվել է 2008 թվականին։ Ինչու, ինչպես եւ ինչ նպատակ ունեիք, երբ ստեղծում էիք թատրոնը եւ ինչու հենց Գավիթ անվանումը։ Նախ շնորհակալություն հավերքի համար, շատ ուրախ եմ հյուրընկալել ձեր տաղավարում։ Հարցին, թե ինչու Գավիթ, հեռու գնալ պետք չէ, քանի որ մենք գործում ենք մեր եկեղեցու հովանու ներքո, բնականաբար հեռանկարային այնպես էր նախատեսված, որ թատրոն էլ լինի մեր տաճարի շրջակայքում կամ տաճարից ներս, տաճարի համալիրից ներս։ Բնականաբար Գավիթ հասկացողությունը դա ռուսերեն ասեմ պրիստրոյկա ու խրամը, եկեղեցուն գից ինչ-որ կառույց, ոչ աշխարհիկ, ոչ հոգևորական կամ համաշխարհիկ, կամ հոգևորական, то есть преддверие храма։ Ուստի անվան համար երկար չմտածեցինք, ավելի շուտ առաջնորդեց անունը, որ լինի Գավիթ, հենց սրբազան հայրը։ Ինչու 2008 թվական, քանի որ մինչև 2008 թվականը մենք ունենք կոլեկտիվ, հայ դերասանների կոլեկտիվ, թատերախումբ, վերնատուն ենք, էլի երկար չենք մտածել, վերնատուն ենք կոչել մեզ, աշխատում ենք եւ միջի այդ ես դասավանդում էի բուհերից մեկում, մշակութային բուհերից մեկում։ 2008 թվականից, երբ որ հրավեր ստացա սրբազան հորից, որպեսզի դասավանդեմ դերասանի վարպետություն 100 Թաստանը, հենց այդ հավաքագրման տարեթիվն է, որ դերասանները համարում են, որ Գավիթի սկիզբն է, քանի որ Գավիթ թատրոնի հիմքը, կորիզը հենց այդ ստուդիայի աշակերտներն են, որոնք արդեն հասուն մարդիկ են, տաղանդաշատ դերասաններ են դարձել, կարելի ասել։ Եվ նրանցից կան այդ դերասաններից մինչև հիմա ձեզ։ Միանշանակ թատերախմբի կեսը դա իմ ուսանողներն են, որոնք հավաքագրել են որպես ուսանողներ 2008 թվականին։ Ասեմ ավելին, առաջ եկնելով դա մեր երևի ամենակարևոր պարծանքներից մեկն է, որ թատերախմբում կան զույգեր, որոնք ամուսնացան, արդեն ունեն 2-3, հիմա 4-րդ երեխա սպասող դերասաններ ունենք, то есть իմ ուսանողները իրար ամուսնացան նաև։ Նոր դերասանական սերունդ են տալիս։ 11 ճուտիկ ունենք, հենց իմ ուսանողների երեխաներն են 11 հոգին են արդեն։ Սպասում ենք 12-րդին։ Առաջ Աստված։ Թատրոնի հիմնական գաղափարախոսությունն է, նպատակը եւ Սփյուռքի հետ կապը։ Եթե շատ կոպիտ ու շատ կոնկրետ ասենք, կոպիտ խոսքեր, թատրոն հայերի համար, հայերի մասին։ Քանի որ բոլորս գիտենք, Մոսկվան ամենաթատերական քաղաքներից մեկն է, 253 ու ավելին թատրոն կա, ունենալ թատրոն, հայերի թատրոն ունենալ, դա պարտադիր էր երևի, չէ՞ որ մեր Մոսկվա քաղաքում օֆիցիալ տվյալներով մոտավորապես 5 միլիոնի չափ հայ ապրում։ Բնականաբար, եթե գնանք սոցիոլոգիայով նայենք այս հարցին, ամեն 100,000, 120,000 բնակչին հարկավոր է թատրոն, հա, մշակութային կենտրոն, իսկ համարելով որ թատրոնը դա արվեստների սինթեզն է, որտեղ ամեն ինչ կարող ես գտնել, թատրոնի ներկայությունը պարտադիր է։ Այդպես, ինչ վերաբերում է Սփյուռքում թատրոնը դա կոնկրետ նոր ձև է, նոր ուղղություն է,
ճիշտ է, կան Թիֆլիսում, Լիբանանում, Ամերիկայում մի շարք գաղութներում եւ մեր համայնքներում կան թատերախմբեր։ Կարամ ասեմ համ մենք այդ հերթական թատերախումն ենք կամ առանձնացնեմ ես, որ երևի ամենահաջողած թատերախումն ենք։ Իսկ ինչու՞մն է կայանում առանձնահատկությունը, տարբերությունը, օրինակ Հայաստանի հայկական թատրոնները եւ արտերկրում գործող, հա, թատրոնները, հայկական թատրոնները եւ ինչով է տարբերվում տեղի ռուսական թատրոններից։ Նախ տեղի թատրոններից տարբերվելու խնդիրը ռուսերեն ասեմ целевая аудитория, то есть ամեն մեկ ունի իր հանրությունը, իր հանդիսատեսը, հաշվի առնելով դուրս գալով պրակտիկ հասկացողությունից, ինչպես էլ մոտենանք ցանկացած արվեստին, արվեստը բախվում է շատ ժամանակակից կամ արդեն ոչ ժամանակակից խոսքով բիզնեսի է բախվում, բիզնես վատ առումով չէ, աշխատանքը պետք է ունենա սպառող, հա, ցանկացած արտադրություն պետք է ունենա սպառող։ Թատրոնի սպառողն է դա հանդիսատեսն է։ Մենք մեր հանդիսատես ունենք, հայ հանդիսատեսը եւ ուստի որպեսզի չորոնենք ուրիշ հանդիսատես, ես այս տեսանկյունից եմ խոսում, մենք ունենք հայ հանդիսատեսի համար կոնկրետ նախաձեռնեցինք ներկայացումները։ Ինչով է տարբերվում ռուսականից եւ հայկականից, օքեյ, մեր հանդիսատեսով։ Մեր հանդիսատեսին ինչպես ներգրավենք մեր խաղացանկով։ Մեր խաղացանկը ինչպեսին պիտի լինի, բնականաբար չի կարա լինի այնպեսին, ինչպեսին Հայաստանում է, որովհետև խնդիրների եւ պահանջների տարբերություն կա։ Հայաստանում թատրոնը ավելի շատ ժամանցային բնույթ է կերում, քավլիցի վարկյան անգամ չեմ ուզում որովհետեւ մեկին ժամանցային բառով վիրավորել, հա, մարդը գնում է թամաշայի։ Նեն չի որ մեր մոտ գալիս են, չգիտեմ, բուժման, հա, բայց թամաշայի ֆակտորը միշտ էլ կա, բայց լինել սպეციფիկ, լինել հետաքրքիր, քանի որ, ասենց ասեմ, հայ մշակույթը Սփյուռքում մի քիչ դիետիկ հատկություն ունի։ Ամեն ինչ ես կարող։ Ամեն ինչ ես կարող տալ։ Այսօրվա դրությամբ բավական հետաքրքիր ներկայացումներ կան Հայաստանում, առիթը բաց թողնելով հաճախ եմ լինում Հայաստանում եւ ամեն շաբաթ 10 օր աշխատում գոնե 1-2 ներկայացում նայելի։ Հա, միանշանակ։ Նախ իմ ընկերներն են աշխատում, բացատրել հետաքրքիր է վերնագրերը, հասկանալ ինչ է տեղ ունենում հայրենիքում, հերու չմնալ որպես հանդիսատես գոնե։ Իսկ համագործակցություն կա ձեր եւ հայկական թատրոնների հետ։ Գիտեմ, որ վերջին ներկայացման մեջ Հայաստանից շատ հրաշալի դերասան հրավիրել եք, խաղում է Արման Նավասարդյանը։ Կխնդրեմ հենց այդ ներկայացումից խոսենք եւ Հայաստան ու Գավիթ թատրոնի կապի մասին։ Միանշանակ արդեն ինքներդ արձանագրեցիք, որ համագործակցություն կա։ Հաճախ երևի ամիսը, եթե չստեմ, ամիսը 1-2 անգամ գոնե ինչ-որ հեռախոսային զրույց ունենում ենք, որ Հայաստանից ինչ-որ ներկայացում են առաջարկում բերել կամ համագործակցել ինչ-որ, բայց եզերները ճիշտ գտնենք, ասենք ներկայացում են առաջարկում, ենթադրենք ինչ-որ ռուսական դասականից։ Հա, ես շատ ուզում եմ, որ հայկական թատրոնը գա, բայց երբ որ սկսում եմ բացատրել, որ որքանով է հետաքրքիր դա տեղի հայ հանդիսատեսին, քանի որ ցանկացած վերնագիրի ինչ-որ իմասենք, ինչ-որ նաուստախ, հա, Մոսկվայում 7-ից 10 ներկայացում կարող ենք ճարել շաբաթվա ընթացքում, այսինքն ունիկալության բացակայությունը, ասենք Դաստոևսկի առաջարկել այսօրվա դրությամբ, եթե ես հայ հանդիսատես ուզենամ Դաստոևսկի նայել, հաստատ մոսկովյան թատրոններում ցանկացած ստեղծագործություն գոնե 1-2-ը կարող եմ ճարել շաբաթվա ընթացքում, ոչ թե ընդհանրապես ռեպերտուարում, այլ կարող եմ ճարել։ Այսինքն ունիկալության բացակայություն։ Ինչը վերաբերում է Արմանի պարագային, բնականաբար մեր համագործակցությունների սկսել են անով, որ երբ որ առաջարկ եղավ հյուրախաղերով գալ Մոսկվա, բնականաբար վերոհիշյալ ունիկալ ներկայացման մասին է խոսքը, գենեզիսը, որ ոչ մի թատրոնում Մոսկվայում չես կարող նայել, ու դա հենց հատուկ այդ ներկայացումը միայն խաղում են իրենց մոտ համազգային թատրոնում։ Բնականաբար այդ հայ ունիկալ ներկայացումը ես չէի կարող անտեսել, հրավիրեցինք, շատ հետաքրքիր ընդունեց հանդիսատեսը, շատ լավ ընդունեց, որից հետո որոշեցինք իրար հետ համագործակցել, ստեղծագործել միասին եւ հետ պատերազմյան ժամանակ 20 թվականից հետո
երբ որ ես նոյեմբերի 3-ին վերադարձա արդեն Մոսկվա, Հայաստանից, բոլորիս մոտ երևի նույն տրամադրություն է եղել, նույն հարցեր, նույն շարք հարցեր, նույն հոգեվիճակ, այդ հարցերի պատասխաններ չգտնելը, անգամ մեր ստեղծման օրից երևի առաջին դեպքն է եղել, առաջին տարին է եղել, որ մենք մանկական ներկայացում չենք բեմադրել ամանորյա։ Ես ի վիճակի չի ու հավատացած եմ, որ դերասան եմ։ Եվ հանդիսատեսներ։ Հանդիսատեսներ, բոլորս։ Եվ այդպես որոշվեց գրել, այո, հիմքը եղավ ներկայացման մի գաղափար, որ ցանկացած պարագայում Սփյուռքը որքան էլ մեզ ես ինքս լինելով այդ ամիսներին ու հաճախ լինելով, չգիտեմ ինչու ինձ Սփյուռքահայ համարում, Սփյուռքին մի քիչ մոտեցումը ոնց էլ ուզենանք ասենք մի քիչ խորտ աչքով են նայում, քանի որ սփյուռքահայերը, Սփյուռքում ապրողները վատ սինդրոմ կա, որ ստեղ են տեղացի, ոչ այնտեղ են տեղացի, свой чужой, чужой свой հասկացողությունը միշտ հետապնդում է հայ մարդուն, որ ապրում է հայրենիքից դուրս։ Բայց միևնույն է, այդ գաղափարը, երբ որ կարողացանք մեր համար խմբագրել, ամփոփել, հասկանալ, որ ցանկացած պարագայում Սփյուռքը իր սիրտը կարող է տալ հայրենիքին։ Վերջին այդ խոսքերը, ֆրազան ընդհանուր ներկայացումը տրագիկոմեդիա, այսինքն այնտեղ նաև ծիծաղ կա, հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր, ես նույնպես եղել եմ, տեսել եմ, բայց նաև այդ ծիծաղի արանքում այնքան արցունք կար ու վերջում այդ խոսքերը, որ իմ սիրտը տար հայրենիք, Հայաստան, դրանով արդեն ասված էր ամեն ինչ։ Դուք նաև դրամատուրգ եք, գրում եք, ավելի շատ դրամատուրգ ռեժիսոր, թե ռեժիսոր դրամատուրգ, որն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Ոյ, երևի տարիներ առաջ կասեի դերասան ռեժիսոր, հետո ռեժիսոր դրամատուրգ, հիմա դրամատուրգ ռեժիսոր, ինչու, որովհետև երբ որ կոնցենտրացիա փոխվում է, ասենք ես այսօր ավելի շատ որոնում եմ գաղափար, որի շուրջ կարելի է գրել պիեսա, ոչ թե որոնում եմ պիեսա, որը կարելի է բեմադրել։ Պիեսաներ փառք ասու 4500 տարի գրվում են, դրամատուրգիան Էսկիլեսից, Սոֆոկլեսից, Էվրիպիդեսից սկսած կան փառք ասու 100,000-ավոր, եթե ոչ միլիոնավոր պիեսներ կան։ Բայց հատնտիրը պիտի գտնես, ինչն է քո հանդիսատեսին հետաքրքիր։ Դրանով է մեր պագանորս մեր հաջողությունը։ Մեկը երկուսի համար ներկայացման գլխավոր ասելիքը որն է։ Շատ հաճախ հանդիսատեսը մա ինչ լավ է մատչելի լեզվով է գրել, հա, պարզ է, կերպարը իմ Արմենակի կերպարը, որը ուղղակի շինարար է, չի կարող օй կներեք դուք իհարկե բայց պարզ, անչափ ջերմ, բարի, միանշանակ մատչելի լեզվով ենք խոսում, սփյուռքահայս էլ որ Արմենն է, ու անունների մեջ էլ տարբերություն են դրել, հա, Արմենակ ու Միշիտելնի, Լասկայտելնի, մանկական ինչ-որ ամիջականություն կա եւ Արմեն, նույնը Արմենն է, բայց այնտեղ Արմենակն է, փոքրն է, սա մեծն է, եւ մոտեցումն է այդպեսին, հաճախ տարիքով փոքր մարդը, երեխան քեզ կարող է նենց ճշմարտության մասին խոսի կամ նենց ճշմարտություն հայտարարագրի, որ քո տարների խորությունից, քո տարների հեռավորությունից կամ բարձրությունից հասկանում ես, որ դա չես ասել։ Եվ շատ հաճախ է լինում։ Հիմա թե իմ ուսանողների, թե իմ աչնակի հետ խոսել, հասկանում բարձրագույն ճշմարտություն կար, որ շատ բարձր էր, ես ինչ-որ շատ հեռվից էի գալիս դրան։ Ստեղ էլ էս ներկայացման մեջ դրել ենք այդ Արմենակը, որ փոքրն է, որ դա պահելաձևն էլ մի քիչ մանկական է, անդադ հուզվի, անդադ ինչ-որ նեղանա կամ նեղացնի կամ ինչ-որ հակաճառի, հումորի ամբողջ բանաձևը ներկայացման հենց լուծված Արմենակի կերպարով եւ Արմենը, որ ավելի հասուն է, որ այն Սփյուռքն է, որ ավելի ներկայացման հերոսը իմ Արմենն է, ոչ թե Արմենակը։ Հերոսը սկզբում մի քիչ սառը, հաշվենկատ, այսպես, բայց հետո քիչ-քիչ այսպես Արմենակը նրան հալեցնում է, տաքացնում է, այո։
շատ անգամներ եք արդեն խաղացել ներկայացումը։ Շուտով 100-ը կլինի։ Այո, եւ ոչ միայն ձեր թատրոնի պատերի ներքո, այլ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, Մերձ Մոսկովյան եւ հեռավոր Միացյալ Նահանգներ, եթե չեմ սխալվում, գնացել եք հյուրախաղերով։ Ինչ հետաքրքիր, ինչ որ առանձնահատկություն այդ բոլոր հանդիսատեսի, հա, Հայաստանում եղել եք։ Չէ, ես ներկայացումը ոչ։ Իսկ կգնաք։ Չգիտեմ։ Լավ, մեր Ռուսաստանը բնակ հայերի եւ ամերիկյան հայ հանդիսատեսի տարբերություն կա, եւ եթե կա, ինչու՞մ է։ Հանդիսատեսի տարբերություն բնավ կսոտեմ որ ասեմ չկա։ Տարբերությունը բավականին մեծ է, դու Ամերիկայում ապրող հայերը մի քիչ ճիշտ է հայրենիքից ավելի հեռու են, բայց նրանք ավելի հայկական են մնացել։ Գլենդելում նես տպավորությունը որ ինչ-որ հյուսային պողոտայում ամերիկանա փողոցում ենք, հյուսային պողոտայում լինենք, նույն հագու կապը, նույն խոսելաձևը, նույն խոսելաոճը, ասենք հիմա մենք Մոսկվա բնակ հայերս ուզենք թե չուզենք ցանկացած պարագայում սայթակում ռուսա լեզու կամ ռուսեն հնչող ինչ-որ հասկացողություններ կամ բառակապակցություններ։ Այնտեղ շատ ավելի հայեցին ու մի քիչ ավելի բիսպեչնի հասկացողություն կամ մասսայական այդ չեմ ասի գոռոզ, բայց զսպվածություն կա։ Չէ, նիզսպվածություն բավարար են ավելի կուշտ մի քիչ ավելի հարցը պահանջկոտ երևի չէ պահանջկոտի չէ աշկները ավելի տեսած այնտեղ ավելի հաճախա լինում վերջ-վերջո աստղերը այնտեղ երևի իրենցան պես գնում գալիս են ասեմ որ մենք այնտեղին եւս թատերախում կար մեր ընկերները կամերային թատրոնից էլի այնտեղին ու նայում եմ ռեպերտուարը անդադ հագեցված է ռեպերտուարը այդ առումով աշկները կուշտ առաջին ներկայացման շեմին մտավախություն ունեի, ինչպես կնկալի հանդիսատեսը, բայց մեր բանաձևը ինչ որ լուծել էինք ներկայացումը, այնտեղ ավելի լավ աշխատեց։ Վերջ-վերջո մենք Ռուսաստանաբնակ հայերս տարի մի քանի անգամ շատ հանգիստ գնում ենք Հայաստան գալիս, իսկ այնտեղ օվկիանոսներ դիթռնես։ Ընդունես շատ ավելի ջերմ, շատ ավելի, եթե ասենք այդտեղ դերասաներին 5-ից 10 րոպե ծափարում են, ողջունում են, բիս են կանչում։ Այնտեղ դա տևես մոտ 20 րոպե։ Որը չէր կարա ինձ որ առաջին հերթին որպես դրամատուրգ չուզեր։ Իմенно դրամատուրգ, քանի որ այս համարում եմ ռեժիսորը վերջանում է հենց ներկայացումը սկսում է։ Որպես ռեժիսոր ով է եղել այն ռեժիսորը, որ ոգեշնչել է ձեզ, որ բնականաբար իմ վարպետը Վահե Սուրեն Շավերդյանը։ Բնականաբար նրա էսթետիկան, նրա թատրոնին գալումը, նրա պատկերացումը, նրա զսպվածությունը, համեստությունը, չգիտեմ, վարպետ հասկացողությունը իմ համար միշտ ցանկացած պարագայում, ցանկացած մասնակցության մեջ վարպետը այդ մակարդակի վրա պետք է, այդ գերաստիճանի վրա պետք է լինի։ Իսկ թատեր արվեստում, եթե այսպես նայեք տարիներ առաջ եւ հիմա, ինչ այն ժամանակ կար, որ հիմա չկա եւ կամ գուցե հակառակը, ինչն է ձեզ գոհացնում, ինչը մի քիչ տխրեցնում, ինչ-որ բան կա։ Ոյ, համեմատության մասին երբեք չեմ մտածել, այդ գրադացիան չունեմ տարիներ առաջ այսպես էր հիմա այնպես չի, բայց տարիների ընթացքում մի շատ տխրեցնող բան կա, հենց հայկական թատրոնի մասն է խոսքը, որ մենք հայերս դրամատուրգիա շատ թույլ ենք, անկեղծ։ Ինչն է պատճառը։ Քիչ կարդալը, թե քիչ կարդալու մասին չէ, ասենք, հա, ճիշտ է, ես տարին բնականաբար անդադ որոնումների մեջ եմ։ Դիցուկ ժամանակակից պիեսները, այստեղ որ տպագրվում են կամ դուրս են գալիս թարգմանություններ են հայտնում, փորձում եմ կարդալ, հասկանալ ուր են գնում, ընդհանուր թատրոնը ուր է գնում։ Ասեմ որ ահա որ տպավորված եմ, չէ, բայց կան հիանալի գործեր կան, նույն ձևի բնականաբար երևի Հայաստանից դուրս ամենամեծ գրադարանը դրամատուրգիայի, հայ դրամատուրգիայի ես ունեմ։ Հանից մինչև նորը ցանկացած բան որ թատրոնի առնչություն ունի, բնականաբար ես անմիջապես դա ձեռք եմ բերում։ Հասկանում եմ որ ինչ որ
մեր հայ դրամատուրգիայի լեզուն շատ լավն է, շատ գեղեցիկ սկսում են, բայց գաղափարային իմաստն ինչ որ փուջ է։ Զուտ խոսքեր, խոսքեր, բայց հիմքը, ասենք լավ, ինչի մասին էր ես ներկայացում։ Երբեմն դեպրեսիայում գալիս կարող ես արդեն ինչ որ չեմ հասկանում, հա, չէ, ինձ թվում է կիրթ տղա եմ, նենց որ անգրագետ եմ փառկասու, համենայն դեպս իմ տեսած ներկայացումների քանակությունով եւ իմ կարդացած պիեսների քանակությունով ես կարամ այդ պիտակը ինձ կպցնեմ, որ գոնե գրագետ եմ դառնում, բայց հասկանում եմ, որ շատ գեղեցիկ է գրած, բայց ինչի մասին էր գրել կամ ինչի համար էր դա գրված, մի քիչ կասկածելի է։ Գավիթ թատրոնի ներկայիս եւ առաջիկա պլանների, անելիքների մասին։ Դե բնականաբար նոր ներկայացումներ։ Հիմա ունեմ գրված նոր պիեսա, Վարդագույն քաղաք։ Երևանի մասին։ Որ ասեմ Ջայպուրի քաղաք, Ֆարսա Երևանի։ Վարդագույն քաղաքը, так բավականին հետաքրքիր հուզիչ ոդևիլ է, դրամա, ոդևիլ, օքեյ։ Շատ սիրուն, շատ հետաքրքիր, հաստատ համոզված եմ, որ իմ հանդիսատեսը, մեր հանդիսատեսը կսիրի։ Իմ գործերից մեկն եմ թարգմանել, с днём рождения, дорогой, ռուսերեն էի դա գրել։ Հիմա մեկ-երկուսի համար ներկայացումը մեզ ապացուցեց, որ հայալեզու ներկայացումները ավելի հետաքրքիր է հանդիսատեսին, բնականաբար հիմա դրա թարգմանությունն է, որ արդեն սկսել ենք, դերաբաշխումը արդեն արել ենք, Ֆրանսիայի գրողի գործ ունենք, ռուսերեն ենք բեմադրում, եւս երկու պիեսայի հիմք ունենք, էսքիզ ունենք, որ հիմա անելիքները շատ են։ Փորձերի ընթացքում են սուրճի ժամանակը գալիս, անդադ դրա շուրջ ենք խոսում, բնականաբար ես պատմում եմ ինչ եմ ուզում անեմ, դերասանը մեկը կարձագանքի, մեկը հումոր կանի, մեկը նոր բան կառաջարկի, բնականաբար անդադ այդ պատմելով հավաքագրում ես, խմբավորում ես այդ նոր պիեսի գաղափարի շուրջը, հենց թեկուս հումորները, հենց թեկուս դիալոգները, հենց թեկուս ընթացքը, կերպարը արդեն մարմնավորում է, տեսնում ես սենց, այսինքն բնավորություն է տրվում թե կերպարներին, թե պիեսային։ Անելիք շատ ունենք միանշանակ։ Ու փառքասու որ որոնումները, ասենք 23 թիվը իմ համար որոնումների տարի էր, ոչ մի բան չէի կարողանում գրել, ոչ մի բան չէի կարողանում բեմադրել, քանի որ եղած պիեսները, օքեյ, փորձում ենք սա բեմադրենք, հասկանում ենք, փորձը արել ենք, նենց որ մենք ենթադրում ենք, որ հայ հանդիսատեսը չի սիրում, ներկայացումներ կա, որ շատ լավ, շատ հետաքրքիր, նույն կոմեդիան, նույն դրաման բեմադրել ենք, ասենք Գոգոլից մինչև ամերիկյան ինչ-որ կոմեդիաներ, հանդիսատեսը դա չի ընդունում։ Okay, եկան մեր ունենք մի 10 դահլիճ 1200-1300 հանդիսատես ունենք մեր հիմնական հանդիսատեսը, որ գնայի երկու ամսում գնայի, հետո ասում ես, որ ներկայացումը գնաց արդեն ռուսերեն ասած նա սպատ։ Իսկ նման ներկայացումները ինչպիսին է 1-2-ի համար Բիգան է, Վերջին արքան մի քիչ բարդան է։ Բիգանը 1-2-ի համար Չիլինի լուկ։ Այս երեք ներկայացումը մեր ֆլագմաններն են, որ ցանկացած պարագայում, երբ որ մենք ներկայացում բացում ենք, ներկայացումը 1 շաբաթ 10 օրում ամբողջովին վաճառվում է։ Եվ ամիսը քանի անգամ դնում։ Պահանջված է։ Միանշանակ։ Իսկ Վերջին արքան որպես ծանր հրետանյա երևի Դավիթ թատրոնի համար։ Վերջին արքան, հա, միանշանակ մեր այցի քարտն է Վերջին արքան։ Նախ ամբողջ համարյա թե ամբողջ թատերախումն է զբաղված դերասանների առումով 1-2 հոգի զբաղված չեն ու բարդություն կա երկկողմանի բարդություն կա նախ լեզվի խնդիրն է որ արևմտահայերն է մեր բայց շատ գեղեցիկ է արևմտահայերն հա բան չասեցի արևելը հայերը նայում են ասում են ինչ որ բան չհասկացա արևմտահայ հանդիսատեսել ենք ունեցած սխալ եք խոսում ինչու՞ս է այս բառը ասում փորձել ենք երտեղել հա հեշտացնել գոնե հասկանալի լինի
բայց ինքը բավականին լուրջ ներկայացում է, գրեթե իմ ամենասիրած ներկայացումն է, ցավոք հաճախ չեն խաղում, տարին մի քանի անգամ, քանի որ հանդիսատեսի խնդիր կա, բայց չեմ կարող ես մյուս ասենք այդ ամերիկյան կոմեդիան շատ հեշտ հա խաղացինք, օքեյ, 15 անգամ խաղացինք, փակեցինք, դրեցինք ինքով։ Այս ներկայացումը ինձ իրավունք չեմ վերապայի նույն ձև վարվեմ։ Միշտ կլինի։ Հա, ինքը ներկայացումը հայ մարդու խնդիրն է, հայ մարդու խնդիրներն է, որ արծացվում է ու մեր տեսակի, մեր թուլության, մեր մասին է մի խոսքը։ Սփյուռք հայերից մասին է խոսքը, հենց նույն Հայաստանի հայերի մասին է խոսքը, որ մենք երբևիցե այնտեղ Զաբելի կերպարը շատ զիլ մոնոլոգ ունես, դուք որ ձեր ձեռքերով ձեր արքաներին խեղտած եք։ Մենք ենք մեր արքաներին խեղդել, մենք ենք մեր տեսակը վերացնում, մենք ինքներս մեզ չենք հավատում։ Մենք ինքներս մեզ չենք հավատում ու դա հենց նշ շարալավ օքեյ մենք ինքներս մեզ չենք հավատում ինչ։ Եթե մենք ինքներս մեզ չենք հավատում, ինչպես օտարը մեզ հավատա։ Ներկայացումը ամենօրյա, ներկայացումը ավելի հասուն հանդիսատեսի համար է երևի։ Իսկ ինչպես է երիտասարդներին գրավում։ Երիտասարդ հանդիսատեսին առաջին հերթին։ Ճիշտն ասած, ես երևի արդեն շուրջ 7 տարի հանդիսատեսի հետ կապը ինձանից հեռացրել եմ, քանի որ ունեմ հիանալի ադմինիստրատիվ շտատ։ Հա, ես հենց ռեժիսոր դրամատուրգից վերածում եմ ադմինիստրատորի, այնտեղ ինչ-որ բան հաջողվում է, բայց թատրոնում ինչ-որ բան այն չի գնում։ Փառք Աստծո, հենց իմ ուսանողներից, որը նաև գիտիսը ավարտեց, պրոդյուսերական բաժինը հիանալի ղեկավար է, բնականաբար, եւ կարողացել է հանդիսատեսի հետ կապը ապահովել, ճիշտ ասած։ Այո։ Գիտեմ, որ հենց այս օրերին էլ ծանրաբեռնված ներկայացումներ ունեք տարբեր քաղաքներում, ժամանակը սուղ է, բայց ձեր հետ շատ հաճելի է զրուցել։ Վերջում որպես վերջաբան որպես ռեժիսոր, որպես դրամատուրգ եւ գեղարվեստական ղեկավար, ինչ որտեղ դերասան, ներկայացումից հետո լցվում եք թե դատարկվում եք, որովհետև հանդիսատեսը գալիս է, լիցքավորվում է, լցվում է եւ հեռանում է։ Ինչպես է տեղի ունենում։ Շատ տարօրինակ բան ասեմ, ալկոգոլի опьянение հասկացողություն, հա, երբ որ ալկոգոլի ազդեցության տակ ես, ոգելից խմիչքը բնականաբար տրամադրություն բարձրացնում, էներգիա հավաքում եւ այլն, ավելի էներգիա լի է, բայց հենց այդ հարբածությունը տանցում ես, ուզում ես որ ոնց է կոտրել, ասենք դա ընդհանրապես դոպինգ էր, որ ներկայացման ընթացքում ներկայացումից հետո բնականաբար ոգևորությունը եւ այլն, բայց մյուս օրն այնց հոգնածությունն է, որ նույն դերասանների մոտ, որ դերասանը երբ որ ասում է հոգնած եմ, ու բնականաբար են ռուսիացած շախտյորի պես հոգնում են, բնականաբար, քանի որ միաժամանակ սա երևի մյուս մասնակիցություններ միգուցե ես այդքան տեղյակ չեմ, չնայած միշտ եմ դրա մասին մտածել, միակ մասնակիցությունը, որտեղ 3 գործոնը միաժամանակ հավասար պետք է աշխատի։ Դա քո ֆիզիկան է, դա քո միտքն է, դա քո ներաշխարհն է, քո հոգին է։ Միաժամանակ այդ 3-ի սիմբիոզը բեմում կա, բնականաբար դու հոգնում ես ամեն ինչով, թե ֆիզիկապես ես հոգնում, թե մտավոր ես հոգնում, թե հոգեպես ես հոգնում, բնականաբար քամվում ես եւ այդ ներկայացման ընթացքում ուղղակի դա տեքստ չի ասում, ուղղակի դերասան բեմում չի ծամածառվում, հասկանում եք, դա հանդիսատեսը քեզ սպոնգի պես քաշում է ամբողջ քո էներգիան, առաջին հերթին քո էներգիան։ Բնականաբար այդ բարձր թատրոն առանց հանդիսատեսի դա թատրոն չի, դա չգիտեմ ինչ է։ Դե հենց այդ դատարկվելով էլ հանդիսատեսը լցվում, հեռանում է, դերասանը դատարկում է, որպեսզի հետո նորից լցվի։ Չէ, դատարկությունը նոր վակուումներ է ստեղծում։ Երբ որ դու որպես ստեղծագործող մարդ դատարկվում ես, բնականաբար նոր վակուում առաջան, որ ինչ-որ էլի բան կա, ինչ-որ բան կա, որ չգիտես, ինչ-որ բան կա, որ պիտի անես։ Դե լցվելը միայն այդ առնում։ Այո։ Շնորհակալ եմ անչափ ձեզ լավ ու գեղեցիկ հյուրախաղեր, ներկայացումներ։ Եվ հուսով եմ էլի կհանդիպենք։ Հուսով եմ։ Այսօրվա համար այսքանը, մնացեք Alpha News-ի հետ, կհանդիպենք։